Հայաստան դաշտում քննարկումներ կան, որ մինչև ընտրություններ, Հայաստանի խորհրդարանական ընտրություններ գուցե ստորագրվի եւ Թուրքիայի հետ սահմանը բացվի։ Դուք ունեք այդպիսի զգացողություն։ Ես ունեմ այսպիսի օրակարգ զգացողությունը այս պահին զգացողության մասին ոչինչ չասեմ, որովհետև գիտեք ինչ, հիմա ոչ թե կապված է այդ օրակարգը, կապված է նրա հետ, օրակարգի մեջ է նաև դեկտեմբերին ստորագրելը, հունվարին ստորագրելը, հոկտեմբերին, նախորդ տարվա ապրիլին, որովհետև մարտին արդեն ավարտել էին բանակցությունները, այնպես որ աշխատելու ենք։ Շատ կարևոր էր Աբու Դաբիում էլի եւ դա հաճելի պահերից մեկն է, շատ էական տնտեսական բովանդակություն է հայտնվել մեր խոսակցություններում եւ մենք քննարկում էինք թե տնտեսական ինչ նախագծեր կան, որ ունեն փոխադարձ հետաքրքրություն, ընդ որում երկկողմ առևտրի մասին է խոսքը գնում, շատ կարևոր մի արձանագրում, որ ես կարծում եմ ամենահարմար ձևաչափն է, որովհետև ես մտածում եի, որ գործարարներին հրավիրենք եւ այլն, այս թեման արձանագրելու համար, բայց կարծում եմ սա ամենահարմար ձևաչափն է։ Տեսեք, բոլորս գիտենք, որ Ադրբեջանով դեպի Հայաստան երկաթուղային կապ գործում է եւ անխոչնդոտ է գործում, բայց շատ կարեւոր է արձանագրել, որ Հայաստանից դեպի արտաքին աշխարհ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապը նույնպես բաց է։ Եվ ես տպավորություն ունեմ, որ մեր բիզնեսը դեռևս չի մարսել այս լուրը, որովհետև ես կարծում եմ, որ մեր տնտեսվարողները արդեն պիտի մտածեն արտահանումներ։ Պարոն վարչապետ, որ ասացիք ուղիղը եւ անխոչնդոտ նկատի ունեք Ադրբեջանից Հայաստան ուղիղ սահմանահատում է եղել։ Չէ, գնացքը դե Վրաստանով է։ Այո, հիմա եթե առևտրաշրջանառությունը լավ է, եթե խոսում ենք հաստատված խաղաղության մասին, չի քննարկվում արդյոք ուղիղ սահմանահատման հնարավորություն։ Դե բայց էլի եմ ասում, երկաթուղին պետքա կառուցվի, չէ, երկաթուղի չունենք մենք այս պահին, որ ուղիղ սահմանահատում ավտոճանապարհով, ավտոճանապարհով էլ քննարկվում, այդ քննարկումները կան, կլինեն, դուք գիտեք, որ մենք առաջարկել ենք նաև, որ Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, բայց ես միտքս ավարտվի։ Հիմա մենք Աբու Դաբիում եւս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանից կարող են երկաթուղով Վրաստան, քանի դեռ այս երկաթուղին է գործում, Վրաստան, Ադրբեջան եւ շարունակություն դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Չինաստան իրականացվել արտահանումներ գնացքով եւ ես ուզում եմ, որ սա արձանագրվի, այնտեղ խոսեցինք նաեւ, որ գուցե մեր բիզնեսի մոտ մի քիչ հոռետեսություն կա եւ այլն եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հավաստիացրին, որ այդ ճանապարհը չի փակվելու եւ այդ ճանապարհը բաց է եւ վերահաստատեցին, որ հայկական բիզնեսը, տնտեսվարողները արտահանման համար կարող են օգտագործել Ադրբեջանի երկաթուղին։ Սա կարծում եմ շատ էական եւ պատմական արձանագրում է, որտեղ 90-ականներից այս կողմ առաջին անգամ է նախորդ տարի, որ Ադրբեջանի տարածքով գնացք է մուտք գործում Հայաստանի Հանրապետություն, հիմա Վրաստանի տարածքով, իհարկե նաև հետագայում երկաթուղային նախագծեր իրագործելուց հետո նաև այդպես, նաև ավտոճանապարհները կբացվեն։ Առաջիկայում կարծում եմ կլինեն այդպիսի զարգացումներ, հիմա մենք աշխատում ենք դետալների վրա։ Հասկանալի է եւ թրիփի շարունակականության համար եւ ապա շրջափակման համար կապուղիների տրանսպորտային երթուղիների անհրաժեշտ է նաև, որ հիմա ռուսական ընկերության կառավարման ներքո գտնվող հատվածները երկաթուղուն օրոքվեն Հայաստանը դիմել է, Ռուսաստանը նշել է քննարկում ենք, կասենք հիմա ինչ այլընտրանքային լուծում ունենք մենք, պարոն վարչապետ, եթե Ռուսաստանը օրինակ հրաժարվում է դա անել կամ ավելի վատ չի հրաժարվում, պարզապես շարունակաբար ձգձգում է։ Տեսեք, նախ մենք իհարկե դիմել ենք Ռուսաստանի մեր գործընկերներին եւ քաղաքական առումով կարծես թե ունենք դրական արձագանք, բայց այստեղ կա մի շատ կարևոր գործնական խնդիր, որի մասին շնորհակալ եմ հարցի համար եւ պիտի դրա մասին պատեհ է որ խոսեմ, որովհետեւ տեսեք, նույն տարածաշրջանային կոմունիկացիաներում մենք ինչ խնդիր ունենք։ Ակնհայտ է, որ երկաթուղին Զանգելանից մտնելու է
Մեղրիից մտնելու է Նախճեվան, այսինքն Օրդուբադ եւ այլն եւ այլն։ Միջազգային կոնտեքստում շատ կարեւոր է թե ինչպես է շարունակվելու այդ երկաթուղը։ Հիմա կան մրցակցող երկու տարբերակներ։ Դուք գիտեք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հայտարարել են Կարս Դիլիջու, այսինքն Կարսից Նախճեվան նոր երկաթուղի կառուցելու նախագիծ եւ բնականաբար մենք ակնկալում ենք, որ երթուղին միջազգային գործի երասխ ախորիկ ճանապարհի երթով որտեղ կա գործող երկաթուղի, որովհետեւ երասխի հատվածում ընդամենը մի քանի կիլոմետր է պակասում երկաթուղային ռելսերը, իսկ ախորիկում ավելի կարճ, դա արդեն Թուրքիայի սահմանն է։ Եվ հիմա մենք պետք է կենտրոնանանք մեր մրցակցային առավելությունների վրա։ Այստեղ մենք տեսնում ենք, որ միջազգային համատեքստում այն փաստը, որ երկաթուղու այդ հատվածը գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո, օգտագործվում է Կարս Դիլիջու երթուղին ավելի նպաստավոր ներկայացնելու համար, եւ սա մեզ համար խնդիր է, որովհետեւ ստացվում է, որ մենք մեր մրցակցային առավելությունները այն պարագայում, երբ որ մենք ունենք պատրաստի երկաթուղի, իհարկե այդ երկաթուղին ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար մի քանի 100 միլիոն դոլարի լրացուցիչներ դրում պետք կլինի, ուզում եմ հասկանալի լինի, զուտ փոքր բացակայող հատվածները վերականգնելը առանձնապես մեծ խնդիր չի, ոչ ֆինանսական, ոչ տեխնիկական առումով, բայց պետք է այդ երկաթուղու արագությունը մենք անպայման ապահովենք։ Հիմա տեսեք, մենք շատ հարգանքով, սիրով մեր ռուսաստանյան գործընկերներին, բայց փաստն այն է, որ միջազգային լարված համատեքստի պատճառով մենք այն փաստի բերումով, որ մեր երկաթուղին, որը մեր սեփականությունն է, սա շատ կարևոր է, գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո, մենք այստեղ մեր մրցակցային առավելությունը զգում ենք, որ կորցնում ենք, եւ այստեղ մենք պետքա մտածենք ինչ պետք է անենք, որովհետեւ սա մի տարվա, 2 տարվա, 3 տարվա, 4 տարվա հարց չի։ Ինչ պիտի անեք այդ մասին։ Մենք պետքա լուծում գտնենք։ Մենք պետքա լուծում գտնենք եւ այդ լուծումը պետքա գտնենք բարեկամական, ընկերական, եղբայրական տրամաբանության մեջ, որովհետեւ ելի եմ ասում, նախ այսօր մենք ցավոք տեսնում ենք եւ ինֆորմացիաներ են պատտվում, որ անընդհատ տարբեր տեղերում էս փաստը, որ դա ներկայացվում է որպես ռուսական ուղի, բայց եւ դրա համար զրոյից պատկերացնում եք մի քանի միլիարդ դոլարի ներդրում է արվում Կարս Դիլիջու երկաթգիծը կառուցելու համար։ Եվ ես ճիշտն ասած մեր գործընկերներին այս հարցը ուղիղ տվել եմ եւ Թուրքիայի նախագահին եւ Ադրբեջանի նախագահի հետ ոչ այդքան մանրամասն։ Ես ասել եմ, տեսեք, մենք գնում ենք կարգավոր, մենք գնում ենք խաղաղության, այսինքն մենք արդեն խաղաղության պայմաններում ենք եւ Հայաստանով անցնում է երկաթուղին։ Ինչու է մի քանի միլիարդ դոլար ծախսում ստեղծելու համար մի բան, որը արդեն իսկ գոյություն ունի։ Իհարկե այդ հարցին դիվանագիտական լռությունով են պատասխանել, բայց նաև հիմա շատ քննարկումներ միջազգային մամուլը, միջազգային փորձագիտական համայնքի վերլուծությունները տեսնելով մենք հասկանում ենք, որ հիմնական խնդիրը սա է եւ մենք պետք է հասկանանք ինչ լուծումներ ունենք այսպես, որովհետեւ ելի եմ ասում, խոսքը Հայաստանի ռազմավարական երկարատև շահերի մասին է եւ մեր բոլոր բարեկամ երկրները պետք է շահագրգռված լինեն, որ մեր շահերը սպասարկվեն եւ ոչ թե հակառակը մեր շահերը հայտնվեն փակուղու մեջ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։